Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը եւ ինչ է մեզ սպասվում, այժմ ներկայացնեմ, թե ինչ է մեզ սպասվում դեկտեմբերին, բայց մինչ բուն նյութին անցնել է, իհարկե հորդորում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել Antifake YouTube-յան ալիքին, նաեւ բաժանորդագրվեք իմ երկու YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ եւ Աստրոմագիա Թալիսմաններ YouTube-յան ալիքներին, նաեւ հետեւեք ինձ Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում։ Բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են սիրելի բարեկամներ դեկտեմբերի 10-ին Երևանի ժամանակով 16:22 րոպե Նեպտուն այդ անորոշության, խաբկանքի, մանիպուլյացիայի մուրակ Նեպտունը, իհարկե Նեպտունը նաև իր բարձրագույն դրսևորում ունի, դա բացարձակ սերն է, դա աստվածային ինչ-որ հայտնություններն են եւ այլն, բայց դա այն դեպքում է հնարավոր, երբ որ մարդը պատրաստված է, մաքրագործված է, բայց հասարակ մեր իրականության մեջ հիմնականում Նեպտունը ցածր կարգի վիբրացիաներով է հանդես գալիս եւ այսպես խաբեություններ, մանիպուլյացիաներ եւ այլն։ Ահա Նեպտունը կանգ է առնում 29 աստիճան ձկներում, այդ սատկած ձկան աստիճանում եւ այսուհետեւ նա սկսում է առաջ շարժվել, արագ առաջ շարժվել եւ արդեն հունվարի 26-ին 26 թվականի մուտք կգործի խոյ։ Ահա այս ընթացքում մինչեւ հունվարի վերջը այս իշխանություններն էլ կփորձեն հենց եկեղեցու հարցեր լուծել, այսպես ասած, եւ եկեղեցին քրիստոնեական հենց կապված է ձկներ կենթանակերպիտ առհասարակ քրիստոնեությունը կապ ունի ձկների հետ եւ Նեպտունի գերհզոր այս դիրքում, որը շատ վատ աստիճանում է գտնվում այդ սատկած ձկան աստիճանում, երբ խավարը, մութը, անորոշությունը, մառախուղը ասնում է իր գագաթնագետին, ահա փորձում են հենց այդ ժամանակ այս բոլոր հարցերը լուծել եւ հասնել հաջողության մութ ուժերը անցնում են վճռական հարձակման եւ դա տևելու է մինչեւ կարող է լինել մինչև հունվարի վերջը 26 թվականի այդպիսին է կանխատեսումը։ Հաջորդ կարևոր իրադարձությունը աստղաբանական դեկտեմբերյան դեկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով գիշերը 2:40 րոպեին Մերկուրին կապի եւ հեռահաղորդակցության մորակ Մերկուրին մուտք կգործի աղեղնավոր։ Գիտեք, որ Մերկուրին հետընթաց էր նոյեմբերի 9-ից 29 ընկած ժամանակահատվածում եւ այժմ դեկտեմբերի 17-ին նոր Մերկուրին դուրս կգա իր ստվերային գոտուց, այսինքն այն կետից, երբ նա դարձել է հետընթաց։ Բայց այնուամենայնիվ, քանի որ աղեղնավորը թույլ դիրք է Մերկուրիի համար, այդ բոլոր գործընթացները, որով վերահսկում է Մերկուրին, ապրանքաշրջանառությունը, դրամաշրջանառությունը, լոգիստիկան, միջանձնային կապերը, ընդհանրապես փոխըմբռնման կարողությունը, այդ ամենը իհարկե այնուամենայնիվ շարունակվելու են իրենց դանդաղ ընթացք, այսինքն իդեալական չի լինելու այդ ամենը, մինչև հունվարի 2-ը Մերկուրին կմնա աղեղնավորում, իրեն համար թույլ դիրքում, որտեվ Մերկուրին իշխում է երկորակներում, գիտեք, եւ դա իհարկե նշանակում է, որ այնուամենայնիվ սպասվածի նման ավելի այսպես արագ տեղի չի ունենալու ոչ առևտուրը, ոչ հատկապես դեկտեմբերի 12-ից հետո, ոչ միջանձնային փոխհարաբերությունների ակտիվությունը, ինտենսիվությունը այնքան արագ չի լինելու, որքան մենք ցանկանայինք, որ լիներ։ Այնուամենայնիվ իհարկե ուղղընթաց Մերկուրին շատ ավելի բարենպաստ է, քան հետընթացը, եւ այս պատճառով շատերը նկատում են նոյեմբերը շատ այսպես դանդաղընթաց, ծանր ամիս էր եւ իրոք բոլոր ասպեկտներով նոյեմբերը ծանր էր, նամանավանդ որ նոյեմբերին ակտիվ էր այսպես կոչված նաեւ հրեղեն պատիժը, որը որ դրսևորվեց այդ հրդեհների տեսքով ամբողջ այդ ճամբարակում, Դիլիջանում, բոլոր այդ սահմանամերձ գոտիներում, գիտեք, որ հրդեհներ են մոլեգնում։ Մերկուրին աղեղնավորում իհարկե բարենպաստ է բոլոր հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների եւ աղեղնավորների համար։ Խոյերի համար լավ է նոր կապեր ստեղծել եւ հաստատել արտասահմանի հետ։ Առյուծների համար լավ է այսպես սիրային ոլորտում, երեխաների հետ կապված ոլորտում, կրթության ոլորտում, իսկ աղեղնավորների համար իհարկե դա առաջի տանն է նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր հաջողություններ։ Անբարենպաստ
Բարենպաստ է Մերկուրին հրեղեն աղեղնավորում հողեղեն նշանների համար, ինչպես ցուլերի, այնպես էլ կույսերի եւ հատկապես այծեղջյուրների համար, դեռ այծեղջյուրների մոտ աղեղնավորը ակտիվացնելու է, այսպես ասած, գաղտնի թշնամիներին եւ դա պարզ է, որովհետեւ աղեղնավորը նախորդում է այծեղջյուրին եւ արեգակը եւ մյուս մուրակները, որոնք գտնվում են աղեղնավորում, հայտնվում են 12-րդ աստղատանը, որը գաղտնի թշնամիների տունն է եւ բավարար էներգիա, բավարար ուժ չի ստանում այծեղջյուրը, բայց իհարկե այծեղջյուրների համար իրավիճակը զգալիորեն կբարելավի արդեն դեկտեմբերի 21-ից հետո, երբ արեգակը մուտք կգործի այծեղջյուր։ Բարեխառն է օդի նշանների համար, երկորակների համար հնարավոր է խնդիրներ գործընկերների, զուգընկերների հետ, կշերքների համար նոր շփումներ, նոր ծանոթություններ, իսկ ջրհոսների համար երազանքների իրականացում, նաև օնլայն առևտրի ակտիվացում, աշխուժություն։ Ինչ վերաբերում է ջրային նշաններին, դե իհարկե ամենաբարենպաստը կարիճների համար եւ ձկների համար է, կարիճների նախոս տանում է նոր ֆինանսական հորիզոններ, իսկ ձկներին նոր գործնական հաջողություններ։ Հաջորդ կարևոր աստղաբանական իրադարձությունը դեկտեմբերյան, դա դեկտեմբերի 15-ին Երևան ժամանակով 11:33 Մարս մոլորակը, ռազմի մոլորակ Մարսը մուտք կգործի այծեղջյուր, որտեղ նա կմնա մինչև հունվարի 23-26 թվականի։ Իհարկե այծեղջյուրում Մարսը շատ ավելի բռնակալ է, շատ ավելի բռնապետ է, քան աղեղնավորում, շատ ավելի փակ է, այսինքն հակված է գործել այսպես գաղտնիության պայմաններում, այսինքն այդ բոլոր ասպատակությունները, բոլոր հարձակումները շատ ավելի գաղտնի ձևով կլինեն, ընդհատակյա խարդավանքների ձևով կլինեն։ Նաև Մարսը այծեղջյուրում փառավորվում է, հասնում է արձեղջյուրի 28-րդ աստիճանում, Մարսը հասնում է իր զորության գագաթնակետին, փառավորվում է, թագադրվում է, այս պատճառով այծեղջյուրը, դե իհարկե քան որ Մարսը գիտեք փոքր դժբախտության մոլորակ է, այնուամենայնիվ թե ռազմական գործողությունների տեսակետից, թե ռազմաքաղաքական լարվածության տեսակետից այդ դեկտեմբերի 15-ից հետո մենք լարվածություն ենք ֆիքսելու։ Եվ այս դիրքը շատ բարենպաստ է հողեղեն նշանների համար, հատկապես ցուլ կենդանակերպի համար, արտասահմանի հետ կապերը կակտիվանան, լավ է նաև կույսերի համար, որը երեխաների հաջողություն է տալիս, եւ նաև այծեղջյուրների համար, այծեղջյուրները իհարկե առաջի տանն է Մարսը, դա նշանակում է սիրելի այծեղջյուրներ, դուք պետք է ակտիվ գործեք դեկտեմբերի 15-ից հետո, որովհետեւ միայն այդ ակտիվությունը ձեզ կօգնի արագ հասնել նպատակներին, այսինքն եթե այլ ժամանակ գործի այծեղջյուրը այդքան արդյունավետ չի լինի, քան եթե դեկտեմբերի 15-ից հետո։ Ինչ վերաբերվում է հրեղեն նշաններին, նույնպես բարենպաստ է այս դիրք, հատկապես բարենպաստ է խոյերի համար, որոնք ունենան գործնական հաջողություններ դեկտեմբերի 15-ից հետո։ Լավ է նաև առյուծների համար աշխատանքային հաջողություններ են, իսկ աղեղնավորների համար իհարկե շատ բարենպաստ է, դե ֆինանսական հաջողություն կբերի Մարսը այծեղջյուրում։ Այնքան նպաստավոր չէ օդի նշանների համար, երկորակները հնարավոր առողջական խնդիրներ ունենան, կշերքների ընտանիքներում խնդիրներ կլինեն, հնարավոր են հիվանդություններ կամ այլ անախորժություններ, իսկ ջրհոսները կզգան գաղտնի թշնամիների ակտիվությունը։ Ինչ վերաբերում է ջրային նշաններին, խեցգետինների մոտ իհարկե խնդիրներ կլինեն իրենց ուղընկերների եւ գործընկերների հետ, կարիճների մոտ շատ նոր շփումներ, նոր կոնտակտներ, նոր մեքենա, նույնպես հավանական է եւ ձկների մոտ նոր ընկերական միջավայր, ինչ որ ակտիվանալու է նաեւ օնլայն բիզնեսը եւ չափահաս երեխաների մոտ, հատկապես եթե որդիներ ունեք, ապա նրանց
նրանց գործերը արագ առաջ կգնան։ Շատ կարևոր օր է, սիրելի բարեկամներ, դեկտեմբերի 20-ը, որովհետև երկու կարևոր աստղաբանական իրադարձություն տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, նախ նորալուսինը դեկտեմբերյան 5:43 Երևանի ժամանակով 28 աստիճան աղեղնավորում եւ գալակտիկական ուղեծրի վրա է տեղի ունենալու, որը որ շատ կարևոր փոփոխություններ է բերում, ինչի այդ նորալուսին չէ այդքան կարևոր այս տարվա մեջ, որովհետեւ նա նախորդում է ձմեռային արևադարձին, այսինքն ամենակարևոր այդ կետերը դրանք գիշերահավասարների արևադարձերն են, դուք դա գիտեք, եւ այ նորալուսին իհարկե դրան ընդառաջ շատ կարևոր նշանակություն է ունենալու։ Նու աղեղնավորում, գիտեք, աղեղնավորների համար է բարենպաստ է հրեղեն նշանների համար, ինչպես խոյերի, այնպես էլ առյուծների համար շատ բարենպաստ է, օդի նշանների համար բարեխառն է, անբարենպաստ է հատկապես հողի նշանների համար, ցուլերի համար է վատ եւ այծեղջյուրների համար է այս նորալուսին շատ ծանր լինելու, ջրի նշանների համար նույնպես բարեխառն է, իհարկե շատ ինքը բարենպաստ է նաև հատկապես կարիճների համար եւ ձկների համար այս նորալուսինը, բայց մյուս կարևոր ագույն իրադարձությունը դա դեկտեմբերի 20-ին Երևանի ժամանակով 23:10 այդ ամբողջ զոդիակի գայթակղիչ սատանան այդ սև լուսինը մուտք կգործի աղեղնավոր վերջապես դուրս գալով կարիճ կենդանակերպից եւ 9 ամիս է սև լուսինը մնում մեկ կենդանակերպի շրջանակներում սեպտեմբերի 14-ին 26 թվականին նա կանցնի հայցեղջյուր։ Նու ինչ է խորհրդանշում այս սև լուսինը աղեղնավորում։ Նախ աղեղնավորը դա գաղափարի նշան է, հավատքի նշան է, սոցիալական կարգավորումների նշան է, որտեղ իշխում է Յուպիտերը, մեծ երջանկության մեծ բարերար Յուպիտերի միջալոց Յուպիտերը նաև վերահսկում է եւ հովանավորում է բարձրաստիճան հոգեվորականներին եւ իհարկե այստեղ սև լուսինը աղեղնավորում կնշանակի այդ շարունակվող արշավ այդ բարձրաստիճան հոգեվորականների դեմ կամ նրանց այսպես ճամբարափոխություն, այսինքն նույնպես որոշ բարձրաստիճան հոգեվորականներ կանցնեն այս սատանայադավան իշխանությունների կողքը ցավալիորեն եւ այն կարգերը, այն բարքերը, այն հավատքը, որ մարդիկ մինչ այդ ունեին, այսինքն համոզված էին այդ ամենի մեջ, իհարկե դա սասանվելու է ցավալիորեն։ Նաեւ դեզինֆորմացիայի տեսանկյունից իհարկե չեմպիոն է սև լուսին աղեղնավորում շատ խարդավանքների եւ դեզինֆորմացիայի նշան է, կարելի է այսպես ասել, կեղծ գիտելիքն է, կեղծ գիտության այդ իրական Հայաստանի քարոզ եւ այլն, որ հետագայում նաեւ կարող է այդպես սուտ բաներ տարածեն, որ հայրը իրականում քրիստոնյա չեն կամ ինչ որ չգիտեմ աղանդավոր են եւ այդպիսի կեղծ թեզեր տարածվեն, սա նույնպես հավանական է այս 9 ամիսների ընթացքում, այսինքն դեկտեմբերից սեպտեմբեր ընկած այդ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերվում է կենդանակերպերին։ Իհարկե սև լուսինը երբ լավ մորակային հարաբերակցություններ առաջացնում, դա նշանակում է, որ ավելի ակտիվ է բացասականը դրսևորվում է։ Ունակ խոյերի դեպքում դա կրթության վրա կարող է բացասաբար անդրադառնալ կամ ճամփորդությունների վրա խոյերի դեպքում։ Առուսների մոտ դա կարող է երեխաների վրա բարենպաստ անդրադառնալ։ Իհարկե աղեղնավորները ամենախոցելի խումբն են եւ այստեղ ամեն տեսակ խնդիրներ են հնարավոր թե անձնական, թե գործնական, թե ֆինանսական, թե առողջական, առաջի տանը, այսինքն էներգիան որտեվ վամպիրի պես տանում է, սև խոռոչի պես պես որ հատկապես հրեղեն նշանները պետք է այս դիրքից զգուշանան, նաև պետք է զգուշանան հողի նշանները եւ ցլերը եւ կույսերը եւ հատկապես այծեղջյուրները, այծեղջյուրի դեպքում 12-րդ տանն է հայտնում սև լուսինը, որը խորհրդանշում է գաղտնի թշնամիների ակտիվացում։ Բարեխառն է օդի նշանների համար, երկորակների մոտ հատկապես խնդիրներ կառաջանա զուգընկերների, գործընկերների հետ կշերքների մոտ իրենց մասին կեղծ տեղեկատվություն կտարածվի, ինչ վերաբերում է ջրհոսներին կարող է դավաճանեն իրենց մոտիկ ընկերները եւ գաղափարակիցները։
Եվ մնաց ջրի նշանների համար դա բարեխառն է, խեցգետինների մոտ խնդիրներ կլինեն աշխատավայրում, այս դիրքի հետ կապված կարիճների մոտ ֆինանսական ոլորտում, իսկ ասենք ձկների մոտ դա գործնական եւ աշխատանքային ոլորտում կլինի խնդիր, այսինքն եթե ցանկանում եք արագ առաջ խաղացում, ինչ-որ կարիերայի աճ կամ նոր պաշտոն, դա բավականին խնդրահարույց կլինի դեկտեմբերի 20-ից հետո, մինչև իհարկե սեպտեմբերի 14-ը։ Եվ վերջին կարևոր աստղաբանական իրադարձություն դա իհարկե արևադարձն է ձմեռային, որը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:05 Արեգակը մուտք կգործի այծեղ ջուր, սիրելիներս, եւ դա արդեն կխորհրդանշի էներգետիկ փոփոխություններ, որովհետեւ մինչ դա իհարկե ին էներգիաներն էին ակտիվանում, իսկ դրանից հետո արդեն արևը սկսում է զորանալ եւ յան էներգիաները ավելի գերիշխող են դառնում։ Իհարկե արևը այծեղ ջրում շատ բարենպաստ է հողեղեն նշանների համար, ինչպես ցուլերի, այնպես էլ կույսերի եւ հատկապես այծեղ ջուրների համար, արդեն սկսում է այծեղ ջուրների շրջանը, իրենց ամիսն է, շնորհավորում եմ բոլոր այծեղ ջուրներին, նաեւ աղեղնավորներին, որոնք ծնվել են դեկտեմբերին, եւ հրեղեն նշանների համար միջակ է, խոյերի համար խոստանում է գործնական հաջողություն, առույցների համար աշխատանքային չոր նվաճումները, իսկ աղեղնավորների համար նոր ֆինանսական հորիզոններ կբացվեն։ Ինչ վերաբերվում է օդի նշաններին, իհարկե անբարենպաստ է օդի նշանների համար, հատկապես վատ է երկվորյակների համար եւ ջրհոսների համար եւ միջակ է իհարկե կշերքների համար։ Ջրի նշանները նույնպես բարեխառն է, հատկապես խեցգետինների մոտ խնդիրներ կարող են առաջանալ զուգընկերների, գործընկերների հետ, կշերքների մոտ, Կարիճների մոտ հիմնականում բարենպաստ են, նոր ծանոթություններ, նոր շրջապատ, իսկ ձկների մոտ դա 11-րդ տունն է եւ արդեն գաղափարակիցներ, հաջողություններ, երազանքներ իրականացման ոլորտում եւ այլն, այսինքն կստանաք անպայման սիրելի ձկներ ձեր երազած նվերը նոր տարուն, այսպես կարելի է այսպիսի կանխատեսում տալ։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում դեկտեմբերին, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, նաև իմ երկու YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հաղվերջյանի հետ եւ Աստրոմագ եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքին, հետեւեք ինձ Facebook-ում, TikTok-ում եւ Instagram-ում։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք հաջողություն, կհանդիպենք, ցտեսություն։